Բարի լույս իմ բոլոր հայերին, հայեր ջան, ուրեմն բոլորի ցավը տանեմ, բոլորը տեղյակ եք ու տեսել եք վիդեոկադրը, թե ոնց իմ աղբերը, երբ որ մտավ եկեղեցու մեջ ու տեսակ թե երկնքից ոնց աղավնին իջավ իր հենց այդ ավտոյով եկած ավտոյի վրա ու ժողովուրդ ջան, հիշեք միշտ մի խոսք, որ Հիսուսը երբ որ մտավ ջրի մկրտության, երբ որ ջրից դուրս եկավ, աղավնին իջավ թևի վրա ու ասեց. երկնքից մի ձայն եկավ, որ դա է իմ սիրելի որդին, լսեցեք դրան։ Ուրեմն ժողովուրդ ջան, ես ուզում եմ ձեզ մի բան ասեմ, բոլորիդ կոչ եմ անում, որպեսզի բոլորդ հավատաք, որ իմ աղբերը դրված է երկնքից ու գրված է նաև 91 համարի Սաղմոսի մեջը։ Բարձրալի ծածկոցի տակ բնակվողը ամենակարողի շուքի տակ է հանգստանում։ Ես Տիրոջ համար կասեմ իմ ապավեն, իմ ամրոց։ Նա քեզ կփրկի որսոդի որոգայթից, չար ժանտամահիցը, նա իր փետուրներով կծածկի քեզ և քեզ բնավ ոչ մի բան չի կպնի, 1000 հոգի քո աջ կողմից կընկնեն, 10,000 հոգի քո ձախ կողմից, բայց քեզ բնավ ոչ մի բան չի մնա, որովհետև դու Բարձրյալին քեզ ապավեն ես արել,